Ժամ եմ պահել, որ մի ժամը լրանա, խնդրեմ։ Պարոն Փաշինյան, Քարոզարշավի ընդհանուր նախորդային ձեր արած հայտարարությունը Ղարաբաղի հետ կապված, Ղարաբաղը մերը չի եղել, եթե մերն է դպրոց ենք կառուցել, մանկապարտեզ ենք կառուցել, գործարան ենք կառուցել, ձեր ընդդիմախոսների կողմից սա քննադատության է արժանացել եւ ասում են, որ դուք մանիպուլացնում եք սրանով, ինչպես կմեկնաբանեք ձեր այդ հայտարարությունը։ Չեմ մեկնաբանի, որովհետեւ ինչ որ ուզում եի ասել, ասել եմ։ Եվ ասել եմ, եւ դա առաջին անգամը չի, որ թեմային անդրադառնում եմ, ես բազմիցս եմ այդ թեմաներին անդրադարձել եւ լրացուցիչ մեկնաբանության անհրաժեշտություն չեմ տեսնում։ Այսինքն իսկապես չի կառուցվել այնտեղ մանկապարտեզ, դպրոց, գործարան, ինչպես դուք եք ուզում։ Ինչ նկատի ունի։ Ես խոսում էի Կորնիձորում, խոսում էի տարածքների մասին, Ղարաբաղի շրջակա տարածքների մասին եւ այո չի կառուցվել։ Ինչ որ անունով չկառուցվել է, դե ֆակտո չի ելել եւ ինչ որ Ղարաբաղում կառուցվել է, դա ընդհանրապես չկառուցածի հաշիվ է, իհարկե, միանշանակ եւ աներկբա։ Հաջորդ հարցը 24-ից։ Շնորհակալություն, պարոն Փաշինյան, Ռուսաստանի նախագահը դիմել է ձեզ, նշելով, որ կողմնորոշվեք, եթե գնում եք ԵՄ, դիմել քաղաքագիր Տապահարզանի, երբ եք դուրս գալու ԵԱՏՄ-ից եւ ընդհանրապես հաշվարկել եք, թե ինչ է դա արժանալու Հայաստանի Հանրապետության միջին վիճակագրական քաղաքացու վրա, ձեր քաղաքականությունը, եթե դուրս գալու։ Գիտեք, նախ ես այդ թեմայով բազմիցս անդրադարձել եմ եւ նաեւ Ռուսաստանի նախագահի հետ մենք աշխատանքային մակարդակում այդ քննարկումները ունեցել ենք եւ ես ասել եմ, որ ինչպես հրապարակային արտահայտվել եմ, որ մինչեւ այն պահը, երբ որ ընտրություն կատարելու անհրաժեշտություն չի լինի դե յուրե եւ դե ֆակտո, մենք նման հարց օրակարգում չենք դնում։ Եվ ես համաձայն չեմ նաեւ ապահարզան ձևակերպման հետ, որովհետեւ ես ազգային ժողովում եմ առիթ ունեցել ասելու, որ մենք միջպետական հարաբերությունները երբեմն շփոթում ենք ամուսնության հետ, ես ձևակերպման հետ համաձայն չեմ։ Հայաստանի Հանրապետությունը միջպետական հարաբերություններում առաջնորդվում է միջպետական տրամաբանությամբ եւ մենք Եվրասիական տնտեսական միության լիարժեք անդամ ենք, այնպիսի անդամ ինչպես մյուս անդամները եւ քանի դեռ մենք Եվրասիական տնտեսական միության անդամ ենք, մենք լիարժեք մասնակցում ենք բոլոր որոշումների կայացմանը եւ ելի եմ ասում, քանի դեռ անհրաժեշտություն չի առաջացել, մենք չենք պատրաստվում որևէ այդպիսի հարց դնել, նաեւ հարակվե կանենք այն պահին, երբ որ դրա օբյեկտիվ անհրաժեշտություն լինի։ Իմ գնահատականն է, որ դրա օբյեկտիվ անհրաժեշտությունը պարզապես չկա, եւ մենք շատ հարգանքով ենք վերաբերվում ԵԱՏՄ մեր գործընկերներին, մենք շատ հարգանքով ենք վերաբերվում ԵԱՏՄ-ին մեր մասնակցությանը եւ մենք նաեւ թափանցիկ կերպով ընդ որում այս քաղաքականությունները ամբողջը հրապարակային են, դրանց տակ որևէ դավադրություն չկա թաքնված, մենք որդեգրել ենք բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականություն, որի առանցքային սկզբունքներից մեկը հարգանքի եւ փոխադարձ շահերի ճանաչման վրա հիմնված մեր հարաբերություններն են եւ ես նախկինում էլ ասել եմ, մենք չենք ունեցել, չունենք եւ չենք ունենալու նպատակ վնասելու Ռուսաստանի շահերին եւ մենք շարունակելու ենք առաջնորդվել Հայաստանի Հանրապետության պետական շահերով եւ մենք շարունակելու ենք խորացնել մեր հարաբերությունները, զարգացնել Ռուսաստանի Դաշնության հետ, այն ըմբռնմամբ, որ անխուսափելի տրանսֆորմացիա է տեղի ունենում այդ հարաբերությունում, հասկանում եք, ընդ որում ես ուզում եմ ասել, որ դա քաղաքական ճաշակի հարց չի, որովհետև կարող է մեկնաբանություն լինել, որ դա կապված է իմ անձի հետ, մեր քաղաքական թիմի հետ, դա օբյեկտիվ իրականությունից բխող process է եւ այո, հարաբերությունների տրանսֆորմացիա է տեղի ունենում եւ ես դրական եմ գնահատում հարաբերությունների տրանսֆորմացիան։ Ես հասկանում եմ, որ նաեւ որոշակի հարցեր կան, դիսկոմֆորտներ կան, որոշակի պարզաբանման ենթակա նրբություններ կան, բայց իմ գնահատականն այն է, որ մենք այդ հարցերի շուրջ պետք է աշխատենք հանգիստ, հանդարտ, առանց նյարդի, առանց լրացուցիչ սրելու եւ մենք այդ տրամաբանությամբ էլ գնալու ենք։ Իմիջիայլոց ուզում եմ ասել, որ Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ մենք այդ աշխատանքային հարաբերությունները ունենք, հիմնված փոխադարձ վստահության վրա, մենք ամենասուր հարցերը քննարկել ենք շատ հանգիստ, հարգալից
բարեկամական մթնոլորտում եւ միջավայրում փաստարկների եւ փաստերի վրա հիմնվելով եւ ես այդ տրամաբանությունը շարունակելու եմ եւ իմ հարգանքների հավաստիքը եւ Ռուսաստանի Դաշնության նախագահին եւ Ռուսաստանի Դաշնությանը ելի եմ ասում մենք Ռուսաստանի շահերը վնասելու խնդիր չունենք ունեցել եւ չենք ունենալու բայց մենք լիարժեք նաեւ նվիրված ենք մեր պետության շահերին եւ այդքանը իհարկե մենք նաեւ Եվրամիության հետ մեր հետագա հարաբերությունները խորացնելու եւ Եվրամիության անդամագրվելու գործընթաց սկսելու մասին օրենքի տրամաբանությամբ շարժվելու այն է ժողովրդավարական բարեփոխումները շարունակելու եւ խորացնելու ճանապարհով ենք ընթանալու Շնորհակալություն հաջորդը նյուզայում Պարոն Փաշինյան, թեման շարունակելով Ռուսաստանից նաև պահանջում են, որ դուք նաև արձագանքեք Զելենսկու